Իսրայել-Թուրքիա լարվածությունը սրվում է, հեռակա լեզվակռիվ են տալիս երկու երկրների գլխավոր դիվանագետները։ CNN Թուրքի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը իր երկրի երբեմնի բարեկամ Իսրայելին անվանել է խնդիր միջազգային հանրության համար, ընդդել, որ այժմ Նեթանյահուն նոր թշնամիներ է փնտրում։ Իսրայելը մեր ազգային եւ տարածաշրջանային շահերին դեմ է գործում, բայց մենք որևէ մեկից վախենալու պատճառ չունենք։ Մենք առճակատման գնալու խնդիր չունենք։ Կռվելը ոչ թե մեզ համար խնդիր է, այլ այն մեր գործն է։ Իսրայելն է խնդիր, ոչ թե մեր խնդիրը, այլ ամբողջ աշխարհին է։ Ֆիդանը նաև ասել է, որ Իսրայել պետությունն իր քաղաքականությամբ եւ հրեա ժողովուրդն իր մտածելակերպով դարձել են մարդկության համար անտանելի բեռ։ Ֆիդանը հիշեցրել է, որ Թուրքիան առաջին պետությունն է, որը խզել է առևտրային կապերը Իսրայելի հետ Գազայում իրականացրած ցեղասպան գործողությունների պատճառով։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը խզեց Իսրայելի հետ տարեկան 10 միլիարդ դոլարի առևտուրը։ Կարևոր է վճռական դիրքորոշում ընդունել եւ հստակ քայլեր ձեռնարկել։ Ֆիդանը նոր ցեղասպանություն է հրահրում, այսպես է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գիդեոն Սաարը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի զզվելի խոսքերը ցեղասպանության հրահրման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդին անտանելի բեռի հետ նույնացնելը պատմության ամենավատ եւ ամենաարյունալի վարչակարգերին բնորոշ դասական սարսափելի ռետորաբանություն է։ Քաղաքակիրթ աշխարհը, Թուրքիայի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է դատապարտեն Իսրայելը ոչնչացնելու այս բացահայտ կոչը։ Թել Ավիվ-Անկարա հարաբերությունները զգալիորեն սրվել են, երբ Իսրայելի վարչապետը հայոց ցեղասպանությունը տասնամյակներով մերժելուց հետո մոտ մեկ շաբաթ առաջ հավանություն էր տվել հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Ես երբեք չեմ խուսափել հայոց ցեղասպանության ճանաչումից, միանշանակ աջակցում եմ այդ նախաձեռնությանը, ասել էր Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի արտգործնախարարը հայտարարել էր, երբեք ուշ չէ ճիշտը անելու համար։ Լիլիթ Գասպարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։